Այսօր ես որպես ծնող եմ ներկայանում, ես Ալվինա Հովակիմյանն եմ, 5-րդ սերունդ Պուշկինցի եմ, ավարտել եմ Պուշկինի անվան այս ֆանտաստիկ դպրոցը, որը անձամբ ինձ տվել է ֆանտաստիկ արժեքներ, ընկերություն անել, գիտելիք ստանալ։ Ես առանց պարապելու ընդունվել եմ Երևանի պետական համալսարան։ Ես ինքս դասախոս եմ Եվրոպական համալսարանում, Սլավյանսկիում, եւ իմ երեխան ունի հնարավորություն սովորելու այլ դպրոցներում։ Մեծ ինչ է կատարվում, ասում են տնօրենին հեռացնում են, ժամանակ ԺՊ-ին են հեռացնում։ Հիմա ես կպարզաբանեմ։ Այսօր խախտվել է իմ երեխայի, ես որպես ծնող եմ խոսում, այսօր խախտվել է իմ երեխայի իրավունքը, որովհետև այսօր ես եկել եմ դպրոց եւ տեսել եմ, որ ամբողջ ծնողները եւ երեխաները լացելով եկել են եւ իմանում են մի կատաստրոֆիկ նորություն, որ մեր տնօրենը այլևս աշխատանքի չի, ինքը իրավունք չունի լինի տնօրեն, որովհետև փակ քվեարկության ժամանակ չի անցել նոր տնօրենի պաշտոնին։ Ես համարում եմ դա անօրինական, որովհետև այդ քվեարկությունը եղել է փակ, 2 դեմ 3, ինչքան մեզ տեղեկացրեցին, 3 կողմ, ես պահանջում եմ եւ այս տնողները բոլորը պահանջում են եւ երեխաները, որ քվեարկությունը լինի բաց։ Մեր տնօրենը Նատալիա Գարիգնան 11 տարի մեր դպրոցի տնօրենն է։ Սա իմ երկրորդ երեխան է, որը սովորում է Պուշկինի անվան հիմնական 8 դպրոցում։ Իմ մեծ աղջիկն էլ է ավարտել այս դպրոցը։ Պուշկինցին դա մի ուրիշ արժեք է։ Ամենակատաստրոֆիկը այն է, որ ծնողները, որպես ծնող եմ խոսում հիմա, ծնողները տեղյակ չեն, ինչպես է կատարվել այդ քվեարկությունը եւ ինչի հիման վրա։ Մենք ամենակարևորը պահանջում ենք, որ մեր տնօրենը շարունակի լինել տնօրենի պաշտոնում, որովհետև նա ամենակարևորը նա պահում է մեր դպրոցի արժեքները։ Իսկ Պուշկինցին դա մի հատ առանձին ոնց որ գրաժդանստվա լինի։ Ռուսերեն ասեմ, որտեղ ես ռուսական դպրոց եմ ավարտել։ Պուշկինցին դա մի արժեք է, որ ընկերություն անել լինի։ Մեզ քաղաքապետարանից ասացին, որ դեռ չկա նշանակված տնօրեն եւ այս պահին ոչ մեկին չի հեռացնում աշխատանքից։ Այո, մենք տեղյակ չենք դրա մասին, բայց մեզ տեղեկացրեցին, որ մեր տնօրենը այլևս չի կարող շարունակել լինի տնօրենի պաշտոնում։ Եվ մենք ծնողներից ենք իմացել։ Եվ մենք ուզում ենք կասեցնենք այդ որոշումը այսօր, որովհետև մենք անպայման ուզում ենք, որ մեր տնօրենը լինի Պուշկինի դպրոցի արժեքները պահպանող մի անձնավորություն։ Նատալիա Գարիգնան մեր դպրոցի արժեքները պահպանող մի անձնավորություն է, մեր շրջանավարտն է, դա շատ կարևոր է Պուշկինի դպրոց որտեղ դա մի հատ ուրիշ ոնց որ հանրապետություն լինի հանրապետության մեջ, ով որ ավարտել այս դպրոցը դա գիտի։ Մենք պահանջում ենք, որ Պուշկինի դպրոցի տնօրենը շարունակի լինի Նատալիա Գարիգնան, որտեղ չենք տեսնում պատճառ իրեն հեռացնելու իր պաշտոնից, որովհետև դպրոցի առօրյան կազմակերպվածը ֆանտաստիկ լավ։ Դպրոցի պայմանները, դպրոցի դասապատրաստումը, երեխաները կարող են առանց հավելյալ պարապումների ընդունվել համալսարան, ցանկացած համալսարան։ Մեր դպրոցի շրջանավարտները Երևան քաղաքում եւ դուրսը գտնվում են ամենաբարձրագույն պաշտոններում։ Եվ էլ չեմ խոսում նրա մասին, որ Պուշկինի դպրոց ավարտած երևանցիները ունեն այլ արժեքներ, իրանք գիտեն ընկերություն անել, իրանք գիտեն իրար սիրել։ Մինչև հիմա ես 30 տարի ավարտել եմ այս դպրոցը, 5-րդ սերունդն եմ, իմ պապիկս է ավարտել այս դպրոցը։ Այս պատերի ամեն մի շուրուպի համար դպրոցի տնօրենը ամեն ինչ արել է։ Մենք տեղյակ չենք, մենք չենք հանդիպել եւ մենք փորձում ենք հիմա առանց դասատուների եւ առանց տնօրենի կազմակերպել մի շատ կարեւոր մեր համար որպես Պուշկինի դպրոց ավարտողների եւ ապագա ավարտողների համար նախ մեր երեխաների իրավունքները խախտվել են։ Այսօր շատ բալիկներ ակտիվիզալում ունեին վերջի զանգի առաջի դասարանները ավարտում էին իրանց վերջի դասը։ Շատ բալիկներ ունեն քննություններ, իմ երեխան եւս ունի քննություններ, ունի ավարտական հանդես եւ ես ասում եմ, դա երեխաների իրավունքների խախտում է եւ այդ տնօրենները եկել են ստորագրել դրա մասին, որ մենք դեմ ենք, մենք ուզում ենք հրապարակորեն բոլորիս մոտ մեզ բացատրություն տան, ով որ դա որոշել է նախարարությունը, թե ինչի են որոշել մեր տնօրենին
հեռացնել պաշտոնից եւ ման գալ ուրիշ տնօրեն։ Դրանք մի պատասխան գտան ներողություն։ Ես ասեմ մի ֆիկտիվ պատասխան գտան ու տվեցին եւ Մենք ուզում ենք բաց քվեարկություն, մենք պահանջում ենք դպրոցի դուրս լինի, թե ինչ որ դա չի նախարարությունում նախատեսվում օրենքով, սիրելի։ մենք դեմ ենք, որ առանց մեզ տեղյակ պահելու, առանց դպրոցի ծնողներին տեղյակ պահելու, առանց պարզաբանում տալու, թե ինչի մեր տնօրենին հեռացնում են աշխատանքից։ Այսքան պաշտոնանկությունների վերաբերյալ որևէ պարզաբանում ստացել եք Հայաստանի Հանրապետության բարձր գիտակցությամբ դες քաղաքացի եք։ Այո, ես Տեսել եք SMS-ով ԲԴԽ-ի նախագահի ազատում որևէ երկրում կիսա զարգացած թեկուզ, բայց տեսել եք դա մեր երկրում, չէ՞։ Եվ դրա վերաբերյալ պարզաբանում տեսել եք քննչական կոմիտեի նախագահին են SMS-ով ազատում։ եկեք, ես չեմ ուզում այսօր, ես շատ անտրամադիր եմ, այո, ես շատ անտրամադիր եմ հիմա, շատ հուզված եմ, մենք բոլորս իմ բալիկներից սկսած այսօր հուզված ենք եւ ես պահանջում եմ, թեկուզ իմ համար նորից եմ կրկնում, իմ Պուշկինի դպրոցը դա մի հանրապետություն է, հանրապետություն։